Ձեռք են բերել միջոց լոգանքի ուրեմն մաքրման համար Faberlic-ում շարքին է պատկանում ճերմակության արդյունք է, արտիկուլը 3221, այս հետաքրքիր տարբերակներից դել եմ օգտագործել, իսկ հիմա իր ինֆորմացիայով ձեզ հետ կկիսվեմ, որ հասկանանք իր էֆեկտիվությունը ինչումն է կայանում, ուրեմն սպիտակության արդյունք խորհուրդ է տրվում լվացարանների, լոգարանների, սալիկների եւ ուրեմն սալիկա հոդերի, էմալապատ, կերամիկական եւ պլաստիկ մակերեսների, ինչպես նաեւ թթվայնակայուն նյութերի ծորանների մաքրման համար չի պարունակում ուրեմն հղկող բաղադրիչներ, մակերևույթների հատուկ ջերմակություն եւ փայլի ապահովում, կրաքարային եւ օճառաժերտի ժանգի հեռացում, հիգիենիկ մաքրություն առանց մանրէների, բորբոսի կանխարգելում, կանոնավոր օգտագործման դեպքում պաշտպանություն կրկնակի աղտոտումից, ինչը նույնպես կարևոր է, չի պարունակում քլոր, քիմիական սպիտակա կեսնող նյութեր, հղկող բաղադրիչներ, թողնում է ծովային թարմության թեթև բույր, պարունակում է թթուների համալիր, որոնք ունեն արտահայտված հակամանրենային հատկություններ, բաց կազմ ունի օրգանական թթուների համալիրը, սուլֆամիկ, մրջնաբույն, ուրեմն մեթանասուլֆոնիկ, օքսալիկ, գլիկոլային, ապահովում է մակերեսի արդյունավետ մաքրումը, կրաքարից եւ ժանգից, նպաստում է մանրէների վերացումը եւ հեռացնում է տհաճ հոտերը, բորաթթվելը իր մեջ պարունակում, որը ունի սպիտակեցնող ազդեցություն, կանոնավոր օգտագործման դեպքում կանխում է բորբոսի առաջացումը, կոկոսի յուղի վրա հիմնված ոչ իման ակտիվորեն թրջում է ուրեմն մակերեսը եւ կրճատում մաքրման ժամանակը, օրգանական լուծիչը գլիկոլային եթերը արագ ցրում է աղտոտվածություն եւ նպաստում է նրա ամբողջական հեռացմանը, պոլիսախարիդը ստեղծում է նյութի օպտիմալ ուրեմն մածուցիկություն, մակերեսի ավելի լավ բաշխման եւ պահպանման համար օրգանական պոլիմենը մակերևույթի վրա պաշտպանիչ թաղանթ է ձևավորում, կանխելով կրկնակի աղտոտվածությունը, արագ առաջացմանը, Clean Lab-ի բուրավետ նյութերի կոմպոզիցիան, ուրիշները հաղորդում են ծովային թարմության հաճելի թարմացնող բույր։ Իսկ օգտագործման եւ կիրառման եղանակը հարմարության համար օգտագործեք բաժնեչափերով, որոնք որ արդեն հետեւի հատվածում նշված են, միջոցը հավասարաչափպես հենց կիրառեք աղտոտված մակերեսին եւ թողեք 2-ից 3 րոպե ծանր կամ հին աղտոտվածությանը, ինչպես նաեւ բորբոսի կանխարգելման դեպքում թողեք մինչեւ 20 րոպե, ապա մշակեք խոզանակով կամ հենց սպունգով եւ լավ դվածեք ջրով, անհրաժեշտության դեպքում կրկնեք ընթացակարգը օգտագործելուց առաջ փորձեք միջոցը աննկատ հատվածում, որպեսզի հասկանաք, որ այն չի վնասում, միջոցը պատրաստ է կիրառման համար եւ չի պահանջում ջրով ուրեմն նոսրացնել։ Պահպանման պայմանները կարևոր է պահպանել 4 սենյակում +5-ից +25 ջերմաստիճանում, պաշտպանել արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից, նախազգուշական միջոցառումներ կա, ուշադրություն պարունակում է ակտիվ թթուները, ձեռքերը պաշտպանելու համար անհրաժեշտ է օգտագործել ռետինա ձեռնոցներ, հեռու պահեք երեխաներից բնականաբար, օգտագործեք միայն ըստ ցուցումների, պահել ամուր փակ բնականաբար փաթեթավորմամբ, սննդից առանձին երեխաների հասանելից հեռու ուշադրություն, վնասակար է կուլ տալը, շատ կուլ տալու դեպքում ողեք բերան եւ անմիջապես դիմեք բժշկի օգնության հնարավորության դեպքում ցույց տվեք միջոցի փաթեթավորումը կարող է վնաս պատճառել, մաշկի հետ շփվելիս աչքերի շփման դեպքում մի քանի րոպե խնամքով լվացեք աչքերը մաքուր ջրով։ Լինքն է նկարագրության բաժնում տեղադրելու, որպես ինքներդ կարողանաք ձեռք բերել եւ օգտագործել, մաքուր պահպանեք ձեր տունը։